հիմա որտեղ են, դա Աստված իր վերջին օրը լինի, իր երեխեքի հետ միասին։ Ես էլ այդ կասեմ, դե որը տենց է։ Եվ այս ոստիկանները այսօր բացոր են, դրա համար են պահում, որ իր ծննդյանները մեկ չհարավեն։ Թե չգիտեմ ինչ կարան կանեմ, կամերից ես կողմ։ Մեր պահանջը ևս մեկ անգամ մեր որդիների սպանության գործն է, որը տարիներ շարունակ կարուսելի նման պտտվում է։ Օգոստոսի 35-ը լրան է իմ տղայի 9 տարին, մահվան 9 տարին, և ես չունեմ մահվան պատճառ։ 8 տարի ու կես գործը կասեցրեցին, շպրտեցին երեսիս, բողոքարկեցին։ Առաջի այցյանը որոշեց, որ աստեր կա, որոնց ընդհանրապես չեն անդրադարձել քննչական մարմինները և դա կտար ներողություն մահվան պատճառը, եթե նրանք քննություն կատարեին, գործը ճիշտ ուղու վրա լիներ։ Աստորեն առաջի այցյանը տվեց, որ առաջի կասեցումը պետք է հանվի, դատախազությունը բողոքարկեց վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը թողեց նույնը, առաջի այցյանի ոճիրը թողեց, որոշումը թողեց նույնը, հիմա դատախազությունը հասկացավ, որ աստեր չունի առաջ գնալու, վճռաբիկ դատարան չբողոքարկեց։ Հիմա գործը պետք է վերաբացվի։ Հիմա գործը նորից պետք է վերաբացվի, գրավոր ոչ մի որոշում չեմ ստացել, իհարկե հեռախոսազանգով եմ տեղյակ իմացել, տեղյակ պահելից, որ գործը վերաբացվում է։ Այսինքն 9 տարի գործը, այսինքն պտտվում է կարուսելի նման, և այս մեր իշխանությունը, և դատա իրավական համակարգը, այս քննչական մարմինները 9 տարի չեն կարողանում իմանալ, որն է իմ երեխու մահվան պատճառը, ինչա պատահել իմ երեխուն։ Ունենք արդարադատություն այս Հայաստանի Հանրապետությունում, թող Տիգրան Օհանջանյանի գործով, Վալերի Մուրադյանի, Արայք Ավետիսյանի, այս 4 ծնողի, 4-5 ծնողի գործով, թող ապացուցեն։ Ես այսօր այստեղ ինչի պիտի հայտնվեմ, որ այս ոստիկանները իմ ճանապարհը փակեն, ինչի համար, ինչի են փակում։ Թող իրանք համապատասխան որոշում կայացնեն իրավական գնահատական տան քրեական գործին։ Ես ինչի պիտի փողոցում հայտնվեմ։ Իրենց քրեական գործի համաձայն ձեր որդին ինչ պայմաններում ազողվել կամ մահացել։ Իբր էլեկտրահարվել է եւ տեղում մահացել։ Բայց 2010 թվականին Եղարքունիքի մարզի առաջի այցանի դատարանը վճիռ կայացրեց, ապացույցներ չկան, որ իմ երեխան էլեկտրահարվել է, որովհետև այդ ընթացքում ինքը փորձաքննություններ է նշանակել, դատա էլեկտրատեխնիկական, դատաբժշկական համալիր փորձաքննություն, արդյունքում պարզվեց, որ այդ դեպքի վայրը, որտեղ նկարագրում են, որ իբր իմ տղան կպել է անտենան պահող տրոսին ու էլեկտրահարվել է, այդ դեպքի վայրում ընդամենը 27 վոլտ հոսանք է, որը մարդու կյանքին վտանգ չի սպառել։ Եվ նրան, ում մեղադրում էին, արդարացրել են եւ առաջի այցանի վճիռ, ես ունեմ արդարացման վճիռ, որ ապացույց չկա, որ իմ երեխան այդ դեպքի վայրում էլեկտրահարվել է։ Դրանից հետո շարունակվել է դե պարզ է, բողոքարկել են վերաքննիչ, վճռաբեկ, ուժի մեջ է մտել 2011 թվականին վճիռը, 11 թվականից մինչև 2016-15 թվականի դեկտեմբերի 27-ը նախաքննական մարմինը քննություն է կատարել։ Եթե հիշում եք 2011 թվականին ճաղերի ետևից նախագահան խոստացավ, որ նորանշանակ զինվորական դատախազը կլսի ձեզ եւ անպատասխան չի թողնի ձեր քրեական գործերը, ձեր երեխեքի քրեական գործերը, որևիցե մի լուծում կստանա, բայց մինչև առ այսօր ոչ մի լուծում։ Եթե 2015 թվականի դեկտեմբերի 12-ին գործը կասեցրեցին ու շպրտեցին երեսից, այսինքն
մեղավորանց չլինելու պատճառով, ապացույցներ չլինելու պատճառով։ Այսինքն դժբախտ պատահարի զոհ է ձեր որդին դարձել իրենց ասելով։ Ոչ, դա էլ չապացուցվեց։ Եթե ընդունեին, որ էլեկտրահարվել է այդ դեպքի վայրում, ուրեմն պիտի ասեին, որ ասենք դժբախտ պատահարի զոհ է դարձել, բայց դա հերքվեց, որ այդ դեպքի վայրում հոսանք չկա։ Ու դրանից հետո իմ երեխու վրա եղել է մարմնական վնասվածքներ, որոնք դատաբժիշկ Վիգեն Ադամյանը, հանրահայտ Վիգեն Ադամյանը, որը հանդիսանում էր մարտի 1-ով դատաբժիշկ, նա չի նկարագրել իմ տղայի մարմնական վնասվածքները եւ գործը սխալ ուղղությամբ է քննել։ Դրա համար այս ընթացքն է ունեցել։ Ես այն ծնողներից չեմ, որ լռեմ, ես պիտի իմանամ, որն է իմ երեխու մահվան պատճառը եւ ինչի պիտի դաժանաբար սպանվեր հայոց բանակում գեներալ Հայկազ Վաղմանյանը, որը հանդիսանում էր կորպուսի հրամանատար, իր նստավայրից 15 մետր հեռավորության վրա իր թիկնապաների սենյակի պատուհանի տակ գտել են իմ երեխուն։ Թող քննչական մարմինները կանչեն քննության, հարցաքննության Հայկազ Վաղմանյանին, թե վախենում են։ Կանչեն թիկնապաներին, ինչ գործ ուներ։ Իմ երեխեն քուն հրամանից հետո հայտնվել թիկնապաների սենյակի պատուհանի տակ։ Այ հիմա եւս 5 տարիների ընթացքում պահանջում են, որտեղից իմ երեխու վրա մարմնական վնասվածքները, որոնք դրանից հետո քննչական մարմինները, ես նկարներ եմ ներկայացրել, որ իրոք կան, որտեղ դիահերձարանում մտել ենք, նկարվել ենք, այդ նկարները ուղարկել են փորձագիտական կենտրոն, արդյոք նկարները մոնտաժված են, թե ոչ։ Ես զրակացություն ունեմ, որ նկարները մոնտաժված չեն, բա որտեղից իմ երեխու մարմնական վնասվածքները, ինչի քննություն չեն արել քննչական մարմինները։ Այսինքն Աղվան Հովսեփյանը նոր շենք կառուցելով, նոր կազմակերպություն ստեղծելով, ջնջեց բոլոր հանցագործությունները, ոչ։ Այս ծնողը, որը կանգնած է մյուս ծնողների հետ միասին, պահանջում է իրենց երեխի քրեական գործերին իրավական գնահատական տալ։ Ես 5 տարի հետ քննությունից հետո 5 տարի քննություն է գնացել, 5 տարի պահանջել եմ, ասում եմ, տվեք իրավական գնահատական իմ երեխու քրեական գործով։ Մինչև առայժմ չեմ ստանում, օգոստոսի 30-ին կլրանա իմ տղայի 9 տարի։ Բա 9 տարում Հայաստանի Հանրապետությունում չկա արդարադատություն։ Սպասեմ, որ նոր օրենք փոխեն, նոր սահմանադրություն են փոխում, որ տեսնեն, որովհետև իրանց հայտարարած արդարադատությունը չի գործում Հայաստանի Հանրապետության տարածքում։